Ընտրություններից անմիջապես հետո պատերազմի եռագլուխ կուսակցության առաջնորդները փորձում են լքել Հայաստանը, փախնել երկրից ու խուսափել պատասխանատվությունից։ Համացանցում արդեն իսկ տարածվել են լուսանկարներ, թե ինչպես է ԲՀԿ առաջնորդը փորձում լքել Հայաստանը, սակայն ըստ հրապարակումների իրավապահները թույլ չեն տվել։ Չի ստացվելու, պարոն Այք, չի ստացվելու փախնել երկրից ու խուսափել պատասխանատվությունից։ Ասում ենք, չէ՞, երազելու եք փախնել Հայաստանից, սակայն չեք կարողանալու, ու պատասխան եք տալու ժողովրդի ու պետության դեմ ձեր ամեն ասացի ու արածի համար, չեք պլստալու։ Ծառուկյանը երևի մտածում էր, որ մենք կատակում էինք, երբ ասում էինք, որ հունիսի 8-ին եռագլուխ բանդան երազելու է փախնելու հնարավորության մասին, բայց այդ հնարավորությունը չի ունենալու։ Իսկ մենք չենք կատակում։ Ուրախ որ բոլորիդ։ Տեսակ չէ, ինչ արագությամբ էր ուզում Ծառուկյան Գագիկը համապատասխան ձևի ճողոպրեր երկրից։ Մոտը ճգնամաժա սկսել ինձ թվում է։ Հետո էլ ասում էր որդին վերադառնալու է ընտրություններից հետո։ Բանցել են ընտրությունները, ոնց որ թե որդին չկա, դրա փոխարեն ինքն է ուզում գնա որդու մոտ, ապաստան գտնի երևի Լուկաշենկոյի թևի տակ։ Ինչի՞ց է տենաս վախեցել։ Չլինի Վանդակից։ Վանդակի սիրահարը Վանդակից է վախեցել։ Սրանք գիտեին մենք մոռանալու ենք ընտրություններից հետո իրանց արածների մասին։ Ժողովուրդը մեզ պատվիրակել է, որ դուք դառնաք բոմժ, եւ մենք դա ի կատար ենք ածելու օրենքով սահմանված կարգով եւ բոլորը խստագույնս պատժվելու են օրենքով սահմանված կարգով։ Եվ նաեւ քաղաքականապես եք պատժվելու դուք եւ ձեր թիմակիցները այս քարոզարշավին ձեր դուրս տվածների համար։ Չեք հասկացել։ Բարև բարեկամներ, հուսամ լավ եք։ Երեք ընդդիմության որոշ ներկայացուցիչներ, պարտված ընդդիմության որոշ ներկայացուցիչներ ամբողջ օրը թմբկահարում էին, որ ընտրություններն անցել են կեղծիքներով, խախտումներով եւ այլն։ Դա այն դեպքում, երբ որ ամենամեծ խախտողը եւ ընտրակեղծարարը եւ ընտրակաշառք բաժանողը հենց իրենք են եղել, բազմաթիվ քրեական գործերով, հարյուրավոր ձերբակալված կալանավորվածներով եւ այդպես շարունակ։ Ու սա ուղղակիորեն նման է այն հայտնի արտահայտությանը, երբ գողը գոռում է գողացան բռնեք։ Եվ մենք ժողովուրդ ջան տեսել ենք այդ ամեն ինչը, ինքնուրույն լսել ենք այդ բոլոր ձայնագրությունները, ինչպես են առուծախանում մարդկանց մի քանի տասնյակ կամ մի քանի 100,000 դրամներով, ինչպես են վերաբերվում այդ մարդկանց, ում առնում եւ ծախում են։ Եվ ասել ենք, որ բոլորը պատասխան են տալու օրենքի ողջ խստությամբ եւ տարիներ են անցկացնելու քրեակատարողական հիմնարկներում, բերդերում եւ ուրիշ տարբերակ չի կարող լինել։ Հետեւաբար սիրելիներս, հանգիստ նստեք տեղներդ եւ սպասեք ձեր պատասխանատվության օրվան։ Գողն ամենաբարձրն է, գոռում բռնեք գողին։ Ընդդիմության ներկայացուցիչները բողոքում են ընտրական խախտումներից։ Բողոքում են մարդիկ, ովքեր որ համատարած երկրով մեկ բաժանել են ընտրակաշառք։ Եվ միակ բանը, որից լեգիտիմորեն կարող են բողոքել, դա այն է, որ ահռելի քանակի մարդ գումարը վերցնելով իրենց ձայն չի տվել։ Սիրելի հայրենակիցներ, եւս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս այս կարևորագույն հաղթանակի կապակցությամբ, իսկ մեր ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտապույտ քաղաքական մահ։ Այս ընդդիմության ամբողջ խնդիրն է նա, որ իրանց տասովշիկները իրանց գցել են, իրանք ավելի շատ փող են վերցրել ու ներկայացրել են, թե ավելի շատ մարդու են դա բաժանել, բայց փողը գրպանել է։ Ինչպես ասում են, տասովշիկը կոռուպցիոներ օլիգարխից գողացել է, գցել է օլիգարխներից, հիմա սրանք իրանց կուտակած թվերն են նայում, իրանց այսինքն ցուցակներն են նայում, թե ինչքան ձեն պետք է ստանային տված փողի դիմաց, ու դա համատում են տվյալների հետ, ու հիմա ուշքի չեն գալի։ Աշկիս անտանելի մեծ փողեր են գցել տասովշիկները, ինչ ասեմ, հետա ձեզ հասնում է իրականում, բայց տասովշիկներն են պետք է նստեն դուք եք։ Ուրեմն թե Կալուգացու, թե Ռոբերտ Քոչարյանի եւ Գագիկ Ծառուկյանի թիմակիցները մեր շոկով փող բաժանելիս բռնվել են եւ դա վկայում են հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած բացահայտումները եւ այդ խայտառակ ձայնագրությունները, թե Լոռու մարզում երեք կուսակցությունները, թե ամբողջ հանրապետության տարածքում մասսայաբար փող բաժանելիս բռնվել են։ Ու հիմա լսում ես սրանց, իրաց թիմակիցների հայտարարությունները, ընտրակեղծիքների, եսի ինչերի մասին ապշում ես ուղղակի ապշում ես, որ դեռ երես ունեն խոսալու որևէ բանից, ընտրություն կեղծելուց, այս փող բաժանողները, այս լպիրշները, այդ ձայնագրությունները բոլորը լսել են, թե ինչեր են խոսում, ոնց են արտահայտվում քաղաքացիների մասին, դուք պետքա լռեք, նստեք ձեր տեղները, որովհետև դուք պարտվել եք, դուք ջախջախվել եք անգամ փող բաժանելով։ Բոլոր տեղամասերում Վանաձորի,
բոլոր տեղամասերում Ալավերդու, Լոռու մարզի բազմաթիվ համայնքներում, տասնյակ գյուղերում, տասնյակ բնակավայրերում, Լոռու մարզում քաղաքացիական պայմանագիրը տոնել է վստահ հաղթանակ, եւ մենք շնորհակալ ենք մեր քաղաքացիներին, շնորհակալ ենք վստահության համար եւ ինչպես խոստացել ենք ձեր քվեն արդարացնելու ենք կատարած աշխատանքով։ Ընդդիմադիրները իրենց պարտությունից հետո ելի սկսել են նույն հին երգը երգել, թե բա եղել են ընտրակեղծարարություններ, ճնշումներ եւ այլն եւ այլն։ Չէ, լուրջ եք խոսում։ Եվ դա ասում են մարդիկ, ովքեր տարիներ շարունակ եղել են ամենամեծ ընտրակեղծարարներն ու կաշառակերները։ Արգելի ընդդիմադիրներ, մի փորձեք քաղաքական դիվիդենդներ շահել, կեղծ թեզեր առաջ բերելով, որովհետեւ ժողովուրդը վաղուց տարբերում է փաստը մանիպուլյացիայից։ Մի սցենար ընդդիմությունը չի վերցնում մանդատները, դուք խորհրդարանում մնում եք միայնակ, ճգնաժամ չի առաջանում։ Ոնց եք աշխատել։ Եթե այդ սցենարը լինի։ Շուրջ ջան, այս ընդդիմությունը կոնկրետ եղած յա չեղած։ Ինչի նոր ընդդիմություն կա։ Հայաստանը նոր ընդդիմություն է, դες թարմ ընդդիմություն։ Դե թող կան, եթե գան, շատ լավ կլինի, փոքրիկ խմբակով, եթե գան մտնեն ազգային ժողով, շատ հետաքրքիր կլինի։ Իդեպ են հաշվարկել չեն անում, որ ասում էին մնաց 1 օր, 7 օր, 8 օր, բան չեն ասում, անցավ 1 օր, անցավ 2 օր։ Պարոն Ալեքսանյան, բախի չեն ասում։ Պարոն Ալեքսանյան, այն ամենը, բայց մի վարքյան, Գյումրիում ԿՊ-ն ստացել է 50%-ից ավել ձայն, 27000 քվ եւ 50%-ից ավել ձայն։ Սա ի պատասխան բոլոր այն երրագլխիկների, որոնք պնդում էին, թե պետք է Հայաստանում Գյումրի 2 անեն։ Գյումրեցին ցույց տվեց, որ ինքը Գյումրի 1 է անում, ու ես կարծում եմ, որ Գյումրիի այդ քվ կորզելու, քաղաքացիներին խաբելու, քաղաքացիներից խաբեությամբ քվ կորզելու պատասխաններ սա Գյումրիի ԿՊ-ի 50+%-ը 27000 քվեն, դա դրա հստակ արձագանքն է գյումրեցիների ու ես մեր գյումրեցիներին հատուկ շնորհակալություն եմ հայտնում այդ քվեի համար ու այդ վստահության համար։ AI են կիրառում, AI կիրառողները մենք գիտենք ովքեր են ու ես կարծում եմ, որ իդեպ շատ կարևոր բան է, ես կարծում եմ ուժեղ Հայաստանի հիմնական թերացումներից մեկը եղավ են, որ իրանք AI-ից հրաժարվեցին։ Ճիշտ է, ծիծաղում ենք, որ AI-ով են անում, բայց հավատացնում եմ, նույնիսկ այդ ծիծաղելի AI-ը շատ ավելի լավն էր, քան բնական սանդուղքը։ Հարց ունենանք։ Ես ուզում եմ առանձնահատուկ ընդգծել այն, ինչ նախընտրական շրջանում խոսել եմ կապված Երևանի եւ Գյումրիի հետ։ Ես անկեղծ ասեմ, այն ինչ տեսա Գյումրիի թաղամասերում, ճիշտն ասած ինձ համար անսպասելի էր եւ նաեւ ինչ որտեղ տենց շոկային ազդեցություն ես չի կարող պատկերացնել, որ այն երկիրը, որտեղ ես վարչապետ եմ, մասնավորապես 58 թաղամասում կարող են լինել այդպիսի վիճակում գտնվող բակեր, փողոցներ, որը խայտառակ տեսարաններ է։ Մենք պետք է գտնենք ձևերը, որ եթե անհրաժեշտ է, իհարկե ես ասել եմ, որ կարծում եմ, որ Գյումրին պետք է մենք հնարավորինս արագ ունենանք արտահերթ ընտրություններ, բայց միջև էլ թեկուզ շրջանցելով տեղական ինքնակառավարման մարմիններին, մենք պետք է այնտեղ արագ գործողություններ իրականացնենք այսօրվանից սկսած մենք պետք է հասկանանք ինչ ենք անում եւ մասնավորապես տարեկան մեր 500 կիլոմետր ճանապարհների շրջանակում տարեկան 25 կիլոմետր մենք պետք է իրականացնենք Գյումրիում, 50 կիլոմետր պետք է իրականացնենք Երևանում։ Հյուսիս հարավի շինարարությունը շատ հաջող ընթանում է, Ագարակ, Քաջարան հատվածի առաջիկայում մենք կսկսենք նաև Քաջարանի թունելի շինարարությունը, հաջորդիվ տեղի կունենա արդեն Բարգուշատի թունելի շինարարությունը, որի շուրջ պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ֆրանսիայի մեր գործընկերների հետ, եւ հյուսիս-հարավ պետք է շարունակի մնալ մեր առաջնահերթ նախագծերից մեկը, քանի դեռ այն ամբողջությամբ իրագործված չէ։ Ջրամբարների հետ կապված մեր նախագծերը պետք է լրջորեն մենք արագացնենք, որովհետեւ էլի մեզ համար բարդ եւ անծանոթ թեմա է նախորդ շրջանում, այդպես կարծում եմ պատշաճ նախապատրաստվել ենք արդեն, որպեսզի արդեն սկսենք իրագործումը եւ ժամանակ չկորցնենք։ Ես ուզում եմ անկեղծ ասել, որ ես մեր ֆինանսական հնարավորությունների հետ կապված չունեմ մտավախություն, որովհետեւ առաջիկայում ակնհայտորեն եւ անկասկած Հայաստանը մեծ ներդրումային ակտիվություն է լինելու, TRIP նախագիծը իր հետևից ինքը արդեն միլիարդանոց ծրագիր է, բայց իր հետևից բերելու է նաև նոր միլիարդների ներհոսք եւ մենք այստեղ պետք է ավելի վստահ լինենք։ Շինյանն ասում էր, որ 7 երկրից մենք զենք ենք գնել։ 7 երկիրը կարող է թվարկել, որ երկրների մասին է։ Անհրաժեշտություն չկա, ես թվարկեմ, Հայաստանի Հանրապետության վարչապետը ինչ ասել է, ճիշտ է ասել, պաշտպանության նախարարը դրան եւս անդրադարձել է, դուք էլ կարող եք ինքնուրույն sense մատների վրա հաշվելով 7 երկրներ իմանալ որոնք են։ Ես ընդհանուր Ռուսաստանից ենք ստացել ձեն։ Այո, ինչու՞ չէ նաև Ռուսաստանից ենք ստացել։ Դուք նաև տեսել եք զորահանդեսի ընթացքում ռուսական տոր զենքը, որը մենք ստացել ենք վերջին ժամանակահատվածում։
2026 թվականի փետրվարի 7-ից կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 115 քրեական վարույթ, որոնցից 77-ը վերաբերվել է Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքին, 24-ը Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, 11-ը Հայաստան կուսակցությունների դաշինքին, 61 քրեական վարույթներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 242 անձի նկատմամբ, 100 մեղադրյալի նկատմամբ ընտրվել են անազատության հետ կապված խափանման միջոցներ, մասնավորապես 52-ի նկատմամբ կալանք, 48-ի նկատմամբ տնային կալանք, 120 մեղադրյալի նկատմամբ ընտրվել են այլընտրանքային խափանման միջոցներ, այդ թվում 20-ի նկատմամբ վարչական հսկողություն, 100-ի նկատմամբ բացակայելու արգելք։ Բացի այդ, 19 անձանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ 54 անձանց վերաբերյալ 14 քրեական գործ ավարտվել է մեղադրական եզրակացություն կազմելով։ Նույն ժամանակահատվածում հակակոռուպցիոն կոմիտեում ստեղծված օպերատիվ շտաբի կողմից մշտադիտարկվել են 73 լրատվական եւ 27 սոցիալական կայքերի հրապարակումներ։ Շտաբի մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել է առերևույթ կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների հատկանիշներ պարունակող 47 ահազանգ, որից 12-ը թեժ գիծ ծառայության միջոցով։ Հակակոռուպցիոն կոմիտեն շարունակելու է հետևողական պայքարը կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեմ եւ խստորեն վերահսկելու է հետընտրական գործընթացում հնարավոր իրավախախտումները։ Քաղաքացիներին կոչ ենք անում պահպանել օրինականությունը, դրսևորել պատասխանատու վարքագիծ եւ զերծ մնալ ընտրական գործընթացի վրա ցանկացած ապօրինի ազդեցությունից։ Կարող եք դեք ձեր Ռուսաստանն է, որ ընտրությունները ասենց չեն անցել, նենց չեն անցել։ Կարող եք Ռուսաստանն է, որտեղ տեղամասերի կամերաները ընդհանրապես հանեցիք, որ ոնց ուզենաք լցոնում անեք։ Կարող եք ձեր Ռուսաստանն է, որտեղ վերջին նախագահական ընտրություններին Պուտինին քննադատող մրցապայքարի մասնակից թեկնածու չի եղել։ Պատկերացնում եք Պուտինի մրցակիցները Պուտինին չեն քննադատել։ Որովհետև ով որ Պուտինին մի քիչ էր քննադատում, ընտրություններին չեն թողել։ Ով որ Պուտինին մի քիչ շատ էր քննադատում, բանտ են նստացրել, իսկ ով որ Պուտինին լավ շատ էր քննադատում, ոնց որ Նեմցովը կամ Նավալնին սպանել են։ Ժողովուրդ Ռուսաստանը չի, խնդրում եմ, մենք մեր ժողովրդավարության խնդիրները գիտենք, մենք խնդիրները գիտենք, որոնք պետք է լուծվեն, այս ռուսները թող հեռու խաղան էլի մեր ժողովրդավարությունից։ Գոհ եք մեր ընտրության արդյունքներից։ Կոնկրետ դեպի կուսակցական պահով որ ասեմ, կուսակցությունները հենց տաշիր թևը, այսպես ասեմ, պետքա չունենար 32%-ը, բայց դա հասկանում ենք ինչ պատճառներով են դա տեղի ունեցել, բոլորը դրսից բերված, ծախված ապրանքներ են եղել, կարամ այսպես ասեմ, որովհետև վերջի 3 տարին նախ պետք է հանվեր մի հատ այնպիսի օրենք, ով որ վերջի 3 տարին Հայաստանի Հանրապետությունում չի բնակվել եւ մեր հետ հավասար հարկեր, վճարներ, այն ինչը որ մենք ենք անում, ապրում ենք սովորական նորմալ պայմաններով կյանքում, եթե իրանք այդ ամեն ինչը չեն կարողացել անել եւ ներկա չեն եղել, մասնակից չեն եղել, իրանք իրավունք չունենային ընտրություններին մասնակցելու, բայց ունենք այն ինչ ունենք, դրսից բերվածները, ներկայիս ծախվածները, մի քանի կոպեկով իրանք բավականին ուղղորդված գալիս էին ընտրության։ Ես որպես վստահված անձ մի քանի անգամ նկատողություններ արվեց հենց կոնկրետ Տաշիր Սամոյի թևին, որ իրանք լավ էլ աչքով, ունքով, լավ էլ ժամային գրաֆիկով բերված էր, որտեղ անդադ ժամացույցին նայելով, ցուցակի մեջ մինուս պլյուսներ դնելով կամ առհասարակ մարդիկ որ գալիս են, դե իրանք չեն հասկանում, որ այդ ամեն ինչը նախ կամերաների տակ են եւ մենք շատ ուշադիր ենք իրենց, թե իրանք ինչպիսին են բարևում, ինչպիսին են գրկախառնվում կամ ոնց են ուղղորդված գալիս ընտրություններին։ Բայց միևնույն է, մենք հաղթեցինք, բայց կապ չունի, մենք պետք է ավելի բարձր ձայներ ունենայինք, եթե չլինեին նորից այս ծախվածները, այս կարգավիճակում չէր լինի։ Բայց էլի շնորհավորում եմ մեր Հայաստանի Հանրապետությանը, ինքնիշխան պետությանը, կեցցե խաղաղությունը, արդարությունը, որ մենք կարողացանք էլի այդպես գումարով վճարվածներին հաղթահարել այս նեղ պայմաններում։ Շնորհակալություն։